Արտամարմնային բեղմնավորումը դա ունիկալ պրոցեդուրա է, որը առաջի անգամ կատարվել է 1976 թվականին եւ այդ պրոցեդուրայից հետո առաջին ծնվել են աշխարհում ավելի քան 15 միլիոն երեխա։ Այդ պրոցեդուրան թույլ է տալիս մեզ ստանալ սաղմ այն դեպքերում, երբ որ բնական ճանապարհով ուղղակի անհնար է հղիությունը։ Օրինակ, արգանդափողերի բացակայության դեպքում, շատ բարդ փոփոխությունների դեպքում, սերմի հետ կապված շատ ցածր խտություն, շատ ցածր շարժունակություն սպերմատոզոիդների, վատ մորֆոլոգիա եւ այդ դեպքերում ուղղակի անհնար կլիներ բնական ճանապարհով ստանալ հղիություն։ Այս հրաշք մեթոդիկան թույլ է տալիս մեզ ստանալ հղիություն ծայրահեղ դեպքերում։ Ցավալի է, բայց արտամարմնային բեղմնավորումը չունի 100% երաշխիք, որ մենք կստանանք զարգացող հղիություն, գրեթե 85% չզարգացող հղիությունների կապված են գենետիկ փոփոխությունների հետ եւ բնությունը չի թողնում, որ այդ սաղմը զարգանա եւ ծնվի առատներով երեխա։ Ավելի շատ գենետիկ ֆակտորներն են։ Մենք ունենք վիճակագրական տվյալներ, որ ամեն տարիքային խմբին բնորոշ է ինչ-որ տոկոս հղիանալու իմպլանտացիայի, օրինակ, մինչև 35 տարեկան դա մոտավորապես 45-50%-ն են ընդամենը հղիանում։ Եթե մենք վերցնենք տարիքային խումբ 35-ից 40 տարեկան, ապա մոտավորապես 20%-ն են հղիանում եւ 40-ից 43 տարեկան ընդամենը 8%-ն են հղիանում արտամարմնային բեղմնավորման։ Իսկ եթե վերցնենք խումբը 43 եւ ավել, արդեն ընդամենը 1-2%-ն են հղիանում։ Հանրության մեջ շատ տարածված է, որ արտամարմնային բեղմնավորմամբ այսպես թե այնպես մենք կստանանք հղիություն թեկուզ 40-ից հետո, բայց ցավոք հավանականությունը նվազում է եւ ռեպրոդուկտոլոգների համար շատ կրիտիկական է ռեպրոդուկտիվ տարիքը։ Մենք խորհուրդ ենք տալիս դիմել ավելի շուտ եւ եթե հնարավորություն չկա անել արտամարմնային բեղմնավորում կամ կինը ամուսնացած չէ կամ չի պլանավորում հղիություն, ապա ձվաբջիջները սառեցնել։ Այդ մեթոդիկան թույլ է տալիս պահպանել բիոլոգիական տարիքը եւ սառացնել, կանգնացնել բիոլոգիական տարիքը։ Եվ եթե պլանավորվի հղիությունը ավելի ուշ ժամկետներում, մենք կունենանք նույն շանսերը, երբ որ սառեցվել են ձվաբջիջները։ Կալցի օնոֆորը դա նորություն է բժշկության մեջ ռեպրոդուկտիվ, դա կիրառվում է այն դեպքերում, երբ որ նախորդ արտամարմնային բեղմնավորման ընթացքում մենք ստանում ենք շատ ցածր բեղմնավորման տոկոս կամ ոչ մի բեղմնավորված ձվաբջիջ չենք ունենում։ Այդ դեպքում մենք անում ենք արտամարմնային բեղմնավորում եւ X-ի պրոցեդուրայից հետո, երբ որ մենք ինյեկցիա ենք անում սպերմատոզոիդը ձվաբջիջի ներս, մենք բեղմնավորված արդեն ձվաբջիջները տեղադրում ենք կալցիում իոնոֆորի մեջ։ Դա հատուկ լուծույթ է, որը ակտիվացնում է կալցիովի կանալները եւ ավելի բարձրացնում է հավանականությունը, որ ձվաբջիջը կբեղմնավորվի եւ իոնոֆորը դրդում է ձվաբջիջին, որ սկսի կիսվել։ Մենք արդեն ունենք ծնված երեխա, առաջինը կիրառվել է մեր կենտրոնում Հայաստանում, ունենք բալիկ ծնված եւ մենք այդ մեթոդիկան կիրառում ենք միայն այն դեպքերում, երբ որ մենք նախորդ պրոցեսների ժամանակ ունենում ենք շատ ցածր բեղմնավորման տոկոս կամ ընդհանրապես չեն բեղմնավորվում։ Անշուշտ հորմոնալ պրեպարատները բարձրացնում են հավանականությունը արտամարմնային բեղմնավորման, քանի որ կա շատ ուղիղ կապ քանակը ձվաբջիջների եւ արտամարմնային բեղմնավորման հավանականությունը։ Երբ որ ստեղծվեցին գոնադոտրոպինները, արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը շատ բարձրացավ։ Իհարկե, գոնադոտրոպինները դրանք հորմոններ են, որոնց մենք կիրառում ենք հետազոտություններից հետո։ Մենք պետք է համոզվենք, որ տվյալ կինը չունի հակացություններ եւ իր դեպքում կլինի անվտանգ
այդ հորմոնների կիրառումը։ Պետք չի վախենալ հորմոններից, եթե դրանք կիրառվում են ճիշտ դոզիրովկաներում եւ ճիշտ դեպքերում, հետազոտություններից հետո, երբ որ կինը ունի հակացություններ, իրանց կիրառումը վտանգավոր չէ։ Եվ չկան որևէ հետազոտություններ, որոնք ապացուցել են, որ օրինակ չարորակ ուռուցքների հավանականությունն է բարձրանում հորմոնների կիրառումից հետո։ Շատ կարևոր են հոգեբանական ռեսուրսները զույգի, որովհետև որոշ դեպքերում պետք է զինվել համբերատարությամբ, դժվար ճանապարհ է, բավականին, որը պացիենտը անցնում է բժշկի հետ միասին։ Այդ ընթացքում պետք է բժշկի հետ ինչ-որ կապ առաջանա պացիենտի մոտ եւ վստահություն։ Ես միշտ ասել եմ, որ ամեն պացիենտ պետք է գտնի իր բժշկին, իրան վստահի եւ իրանք երկուսով պետք է անցնեն այդ ճանապարհը։ Անհաջողության դեպքում բժշկի համարել է շատ դժվար նորից տրամադրել պացիենտին, նորից վստահություն ներշնչել եւ տրամադրել պայքարել։ Էկոն չի տալիս 100% հավանականություն եւ մենք իմանալով դա պետք է ճիշտ տրամադրվենք պացիենտի հետ պայքարին եւ ով որ պայքարումը միշտ հասնում է իր ռեզուլտատին եւ գրեթե բոլորի մոտ ստացվում է։ Բոլոր պացիենտների մոտ ստացվում է, բայց որիորդ փորձից դա է իհարկե հարց։ Մեկի մոտ ստացվում է առաջի փորձից, մյուսի մոտ երկրորդ, երրորդ։ Ցավոք լինում են պացիենտներ, որոնք անում են շատ փորձեր։ Ես ունեցել եմ պացիենտ, որը եկել էր Ռուսաստանից եւ այնտեղ ինքը կատարել էր 10 փորձ արտամարմնային բեղմնավորման եւ մեր մոտ ստացվեց երկրորդ փորձից, բայց ընդհանրապես իր մոտ դա արդեն 12-րդ փորձն էր։ Միանշանակ դա շատ ծանր է։ Այդ ամեն փորձը կատարել, անհաջողություն, նորից պայքարել, բայց դա այդպես է, պետք է փորձենք եւ վերջում ստացվում է բոլորի մոտ։ Արդեն 1 տարի է, ինչ որ մենք տեղափոխվել ենք նոր տարած, հագեցած ժամանակակից սարքավորումներով եւ ունենք պոլիկլինիկայի ծառայություն, արտամարմնային բեղմնավորում եւ շուտով բացելու ենք վիրաբուժական ծառայություններ եւ կատարելու ենք գինեկոլոգիական վիրահատություններ եւ ընդհանուր վիրաբուժություն։